Պարոն Ասլանյան, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք մեր մի քանի հարցերին պատասխանել։ Այս ժամանակահատվածում նախընտրական ընթացքում տարբեր թեմաներ շրջանառվեց Վայոց ձորի հետ կապված։ Օրինակ, վերջերս Էդգար Ղազարյանը, որը Ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի падգամավորի թեկնածու է, ասաց, որ այսպիսի որոշում կա Վայոց ձորում 16 դպրոց առաջիկան պետք է փակվի, նույնիսկ 2 դպրոցի անուններ նշում, որ վերանորոգվե, սարքվել է եւ նպատակ ունի փակելու։ Ես կուզեի դուք մեկնաբանեիք, որպես փոխմարզպետ, ինչ է կատարվում մարզում, ինչ որոշում կա, ինչու են որոշել դպրոցները փակել։ Ուրեմն ուզում եմ նշել, որ Վայոց ձորում ունենք մենք 43 ուսումնական հաստատություն, որից 13-ը միջնակարգ դպրոցներ են, եւ 13-ը հիմնական դպրոցներ են եւ 30-ը միջնակարգ դպրոցներ են։ Մարզում այսօր կառուցվել է 3 դպրոց, 3-ը կառուցվում է 3 կրթահամալիր, եւս 9 հիմնանորոգվում եւ վերանորոգվում են։ Ամբողջովին նոր գույքով մեր երեխաների կրթության համար մարզում նորմալ տրամադրություն է, որովհետեւ այդպիսի խնդիր չկա։ Նախ ուզում եմ նշել, որ փակվելու համար կառավարության որոշում է պետք, իսկ այդ կառավարության որոշումը մենք չունենք, որ դպրոցը փակվելու մասին խոսք լինել չի կարող։ Մենք ունենք դպրոցներ Կարմրաշենի եւ Մոզորովի դպրոցը, Մոզորովը 23-24 թվականներին վերակազմակերպվել է եւ նույնը Կարմրաշենը 25-26 թվականին վերակազմակերպել է։ Ուզում եմ նշել, որ Մոզորովում եղել է 1 աշակերտ, Կարմրաշենում 2 աշակերտ։ Ինչպես եք կարծում, որ 1 աշակերտով կամ 5 աշակերտով հնարավոր է կրթություն կազմակերպել եւ սոցիալական արդարություն է արդյոք դա մեր երեխաների համար։ Եվ ուզում եմ նշել, որ մեր կառավարությունը, մեր կրթության գիտության նախարարությունը տանում է այնպես, որպեսզի մրցակցային լինի։ Եթե դպրոցներ կան, որ պետք է վերակազմակերպեն, խոսքը չի վերաբերում 100-ից պակաս աշակերտների մասին, ապա պետք է այնպեսի պայմաններ ստեղծենք, որպեսզի մրցակցային լինի, որպեսզի երեխաները ունենան նորմալ կրթություն։ Պարոն Ղազարյանը նշում էր, որ 2 դպրոց կա, որ 100 աշակերտ ունի, բայց որոշել են փակել Վայքի, ասեց ինչ որ 2 դպրոց կա, որտեղ նպատակ կա փակելու, դա որքանով է իրական կամ Գոմքի հետ կապված ինչ է կատարվում։ Խոսքը ունենք նոր դպրոց, որը կառուցվել է իր բոլոր հարմարություններով հանդերձ, կառուցվել է 144 երեխայի համար, այդպիսի հզորությամբ։ Այս պահին Գոմքի դպրոցում ունենք 33 աշակերտ եւ կառավարության որոշմամբ, ինչպես գիտեք, Գոմքում կառուցում է 40-ից ավելի 16 միլիոնի տներ եւ կառուցում է նաեւ ճանապարհը, պայմաններ են ստեղծում, որպեսզի այդ գյուղը զարգանա եւ կարողանան ավելի աշխուժություն մտցնեն։ Այն կառավարության պայմանները, որ կան տներ կառուցելու, մինչև 13 տարեկան երեխաներ եւ այլն, իրենք պետք է այդ դպրոց հաճախեն եւ մենք հույս ունենք, արդեն տենդենսը կա, նախակրթարանում արդեն ունենք աշակերտներ, տենդենսը կա, որպեսզի այդ դպրոցը ոչ թե փակվի, այլ զարգանա։ Փակվելու մասին ընդհանրապես խոսք չկա։ 2 դպրոցի մասին եք ասում, որը ես նշեցի Գոմք եւ 2 դպրոցի մասն եմ ասում, եւս Վայքում ունենք 1 դպրոց, ավագ դպրոց, որ արդեն վերանորոգվել է հիմնովին եւ հիմնական դպրոցը հիմնանորոգվելու է նոր կորպուսով, մեր երեխաները ունենալու են նորմալ պայմաններ։ Ես վերջերս Մալիշկայի դպրոց այցելություն ունեցա, տնօրենին հարցեցի, հրաշալի մի դպրոց, հարցեցի, ինչ խնդիր ունեք, ասեց պարոն Ասլան, մի խնդիր կա, շատ լսեցի, ասում է, մենակ մեզ աստղադիտարան չեն տվել։ Այսինքն խեղաթյուրել պետք չի ամեն ինչը, պետք է իրենց անունով կոչենք եւ ժողովուրդը դա տեսնում է ու հասկանում է, որովհետեւ որտեղից այս ինֆորմացիան, պարոն Ասլանյան, գուցե ընդդիմադիրներին այլ ինֆորմացիա են փոխանցել, որ իրենք խոսում են դպրոցների փակման մասին, որտեղ այնտեղ ռեալ ասում էր 16 դպրոց փակելու նպատակ ունեն։ Ինչ թվերի մասին է խոսքը։ Չեմ կարող ասել, որտեղից է այս ինֆորմացիան, Վայոց ձորի մարզպետն էլ ամեն ինչ անում է, որպեսզի դպրոցներ չփակվեն եւ կրթություն նորմալ կազմակերպի։ Այն դպրոցները, այն կրթահամալիրները հիմա որ մենք կառուցում ենք, կառավարության որոշմամբ հետագայում դա ընդհանրապես խոսակցություններ է, մեր ականջիները հասել, որ կրթահամալիրները կվերակազմակերպվեն կողքի մոտիկ գյուղերից, այն աշակերտները, որ 5 աշակերտ ունեն, 3 աշակերտ ունեն, 10 աշակերտ ունեն, կվերամիավորվեն եւ կրթության նախարարությունը ավտոբուսներ կտրամադրի նոր, իրենց տեղափոխումը կազմակերպեն։ Այնտեղ նաև ուզում եմ ասել խոսք գնաց, որ ուսուցիչները մեր հարյուրավոր դուրս կման աշխատանքից, ուզում եմ նշել, որ այն հեռավոր գյուղերի այն ուսուցիչները, որ հիմնականում աշխատում են, նրանք համատեղում են դպրոցներում, իսկ եթե դպրոցը վերակազմակերպվում է, մենք ունենք օրինակ նշեցի Մոզորովը եւ Կարմրաշենը,
մարդիկ աշխատում են մեծ դպրոցներում, որևէ խնդիր չունեն։ Մինչև անգամ ուզում եմ նշել, որ գյուղական համայնքներում մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները, անգամ եթե կես դրույթ, 0.6 դրույթ աշխատում են, պետությունը մինչև 1 դրույթ իրենց սուբսիդավորում է, ավելի է խթանում, որպեսզի կարողանան ավելի ինտենսիվ նորմալ աշխատել։ Հիմա հանրությանը, որ ներկայացնենք Վայոց ձորի մարզի բնակիչներին, այս պահի դրությամբ քանի դպրոց է սարքվում, քանիսն է արդեն սկսել ընթացքի մեջ, սեպտեմբերին քանիսը կսկսեն աշխատել, որովհետև հիմա արձակուրդային շրջան է կա արդեն այդպես կոնկրետ տվյալներ ինչ իրավիճակ է։ Այո, 300 դպրոցին կար մանկապարտեզի շրջանակներում, այս պահին Վայոց ձորի մարզում կառուցվել է 3 դպրոց, 3 դպրոց կառուցվում են 3 կրթահամալիր, 9 միջնակարգ դպրոցներ հիմնանորոգվել են, հիմնանորոգվում են եւ մինչեւ սեպտեմբեր կարծում եմ դրանից 7-ը արդեն ավարտական փուլում են, երեխաները գնան նորմալ իրենց կրթությունը կշարունակեն։ Մենք եւս կառուցելու ենք Վայքում հիմնական դպրոցը, որ դարապես 800 աշակերտի համար է, Եղեգնաձորում կառուցենք հիմնական դպրոցը, որը վտարային էր, այս պահին քանդման ենթակա եւ կառուցենք 820 տեղանոց դպրոց, այնտեղ երեխաները 3 հերթով, 2 հերթով են գնում դասի եւ ծրագիրը շարունակվում է, այն դպրոցները, որոնք նաեւ մինչեւ 100 երեխաներ են, հիմա այսօր տանում ենք աշխատանքներ, որ իրենք հիմնանորոգվեն։ Պարոն Ասլանյան, նաև անընդհատ շրջանառվում է 300,000 ադրբեջանցիների վերադարձի հետ կապված հարցը, ընդդիմությունը պնդում է, իշխանությունը հերքում է, Ալիևը խոսում է դրա մասին, նաև շեշտվում էր, որ Վայոց ձորում էլ կան գյուղեր, որտեղ նաև նպատակ կա, քանի որ հանձնել ադրբեջանցիների նրան գնան այնտեղ ապրեն, այնտեղի համար են նաև դպրոցները փակվում, կա այդպիսի տեղեկություն, մարզում ի՞նչ է շրջանառվում այս հարցի հետ կապված ադրբեջանցիների վերադարձը 3,000 ադրբեջանցիների հետ կապված, ուղղակի կնշեմ, որ ընտրություններից հետո այդ խոսույթը կվերանա, որտեղ Վայքում կան գյուղեր, որ նախկինում ապրել են սովետական շրջանում ադրբեջանցիներ, այսօր դա մեր սուվերեն տարածքում է գտնվում եւ մարդիկ այնտեղ ապրում են, արարում են եւ ստեղծում են իրենց հաստեն վաստակում։ Նշվում էր հենց Վայքում, որ դպրոցը փակում են, որտեղ նպատակ ունեն ադրբեջանցիների։ Չկա նման բան, դա խեղաթյուրում է, երևակայության արդյունք է։ Մտածում եք սա նախընտրական փուլում ինֆորմացիայի արտահոսք է, դրա համար են այսպիսի ինֆորմացիաներ տարածվում 16 դպրոցների փակման։ Սոցիալական ցանցերը լսենք ամբողջ Հայաստանի Հանրապետությունում այդ խոսույթը կա, բայց դրան լուրջ չեմ վերաբերվում եւ Վայոց ձորցիներ նույնպես, որովհետեւ դրա խնդիրը չունենք։ Տագնապ չկա Վայոց ձորում նաև ադրբեջանցիների այս խոսույթի վերադարձի հետ կապված, ինչ իրավիճակ է նաև դուք բնակիչների հետ շփվում եք, խոսում եք, ինչ են կարծում այս հարցի հետ կապված։ Մենք բնակիչների հետ շփվում ենք, Վայոց ձորի մարզը ամենասահմանամերձ մարզերից մեկն է, ամենաշատ ամրաշինական աշխատանքները հենց շատ մեծ թափով Վայոց ձորում է կատարում, ժողովուրդը այդ տեսնում է եւ այդպիսի տագնապ ես չեմ նկատել, չկա այդպիսի տագնապ։ Տներ սարքել, հա, սահմանամերձ գյուղերում այդ process-ը ընթանում է։ Ունեք տվյալներ նաև, ինչ տներ են կառուցում, քանիսն է այս պահի դրությամբ, որ ընթանում է, շինարարական ինչ աշխատանք է ընթանում։ Իհարկե, Արենի համայնքում կառավարության որոշմամբ կառուցվել է 250-ից ավել բնակարաններ 16 միլիոնի Արենի Խաչիկ համայնքներում։ Գոմ համայնքում 40-ից ավել է կառուցվում։ Մենք Խնձորուտ, Բարձունի սահմանամերձ գյուղեր ունենք, արդեն մեծ թափով բնակարանաշինություն է գնում, ժողովուրդը կառուցում է։ Չիվա համայնքում նորից տվել են քվոտայով 19 տուն, նորից կառուցելու են եւ դա այս ծրագիրը, ինչպես գիտեք, կառավարության որոշմամբ շարունակվում է եւս 1400 բնակարաններ, այնտեղ որտեղ որ գյուղերում որ դպրոցներ են կառուցելու, կոնկրետ վերջում Խարոզարշավի շրջանակներում վարչապետը Մարտիրոսում էր, կարծում եմ, որ Մարտիրոսում նույնպես 16 միլիոնների բնակարանաշինություն կլինի։ Բնակվելու են ես ձեզ, որտեղ ընդդիմադիրները պնդում են, որ մարդիկ կառուցելու են, բայց դրանք դատարկ տներ են լինելու վերջում։ Վայոց ձորը Հայաստանի Հանրապետության ադամանդներից է, կարծում եմ, այո, շատ մեծ ոգևորություն կա եւ անպայման բնակվելու են։